Բնապահպանության վարչությանը հանձնարարական համար 90 ներկայացնել 2025 թվականի դեկտեմբեր ամսվա վերաբերյալ օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները։ Պարոն քաղաքապետ, դեկտեմբեր ամսվա համար շինհրապարակներում տեղադրված 184 սարքերից ստացված տվյալների համաձայն օդի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 138, PM10-ի համար 71, եթե համեմատենք նախորդ տարվա տվյալների հետ, ապա PM2.5-ի համար նախորդ տարի կազմել է 141, PM10-ի համար 81։ Որպեսզի այսպես ուղղակի չզեկուցենք ամեն անգամ եւ նաեւ հանրության համար մի փոքր անհասկանալի այս թվերը, որոշել ենք ավելի շատ աշխատել հանրային իրազեկման հետ եւ ավելի շատ բացատրական աշխատանքներ տանել։ Եթե հիմա ձեր ուշադրություն հրավիրեմ էկրաններին, մենք մեր սովորական, խնդրեմ ընդհանուրը մի հատ ցույց տանք, սա մեր դաշբորդն է, որը ցույց է տալիս շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափից սարքերը, սա սովորական այն պատկերներ, որը կարողանում էինք տեսնել եւ ավելացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մեր գործընկերների կողմից մեկ լրացուցիչ ֆունկցիա, ինչա ցույց տալիս այս պատկերը, սա կապույտով նշված է օդի աղտոտվածությունը մեր տվիչներից ստացված տվյալների համաձայն, դեղինը դա PBL շերտն է, այսինքն Planetary Boundary Layer-ը կամ մթնոլորտի ստորին շերտն է, կամ ինվերսիոն այն շերտն է, որը մենք պարբերաբար նշում ենք, որ երբ որ այս ինվերսիոն շերտը իջնում է երկրի մակարդակի հնարավորինս ցածր, ունենում ենք կուտակումներ։ Դեղինը երբ որ բարձր է, այսինքն այս շերտը հնարավորինս բարձրացված է եւ օդափոխություն է թույլատրում, այդ ժամանակ աղտոտվածության մակարդակը նվազում է։ Այսինքն այս կոռելյացիան ցույց է տալիս այն ուղիղ կապը, ուրեմն ինվերսիայի եւ աղտոտվածության։ Հիմա աշխատում ենք նրա վրա, որ փորձենք ստանալ նաև կանխատեսումների հնարավորություն։ Այս պահին պարոն Մանուկյանը ինձ կուղի, կարողանում ենք ստանալ 1-ից մինչև 7 օրվա կանխատեսման հնարավորություն, ինչը հետագայում հնարավորություն կտա մեզ իրազեկել հանրությանը առաջիկա բարձր աղտոտվածության ֆոնի ակնկալման մասին եւ նաեւ դիտարկել եւ քննարկել որոշ սահմանափակումների կիրառում, որոնց վրա այս պահին նաև աշխատանքներ տարվում են։ Պարոն Մանուկյան, բանն եք ավելացնել։ Պարոն քաղաքապետ, PBL-ի բաց աղբյուրների տվյալները ունեն մինչև 7 օրվա կանխատեսելիություն եւ հաշվի առնելով PBL-ի ուղիղ գծային կապը PM2.5-ի հետ արդեն իսկ մշակել ենք բանաձև, որ այդ նույն 7 օրի կանխատեսում ունենանք, այս պահին տեստավորման փուլում ենք, որից հետո նաև սա կհրապարակենք։ Շատ բարի, ավելի պարզ լեզվով ասած, սիրելի երևանցիներ, իրականում Երևանի քաղաքապետարանը հիմա կենտրոնացած է օդի որակի խնդրի ավելի վերլուծական տվյալներ տալու եւ այդ վերլուծական տվյալների հիման վրա նաեւ մեր գործողությունները կարգաբերելու։ Մասնավորապես մենք ինվերսիոն շերտի կանխատեսումներն ենք կարողանալու իրականացնել, ինչ է նշանակում սա, սա նշանակում է, որ մենք օդում ինչ-որ մի մակարդակի վրա, ինչ-որ մի բարձրության վրա ունենք վատ օդի ցուցանիշներ, երբ որ այդ բարձրությունից ինվերսիոն շերտով այդ շերտը իջնում է քաղաքի վրա եւ ոչ միայն քաղաքի վրա, ամբողջ Արարատյան գոգավորության վրա եւ Երևանում, եւ Արտաշատում, եւ Վեդիում, եւ փոքր Վեդիում, եւ նաեւ Թուրքիայի տարածքներում Արարատյան գոգավորությունում մենք ունենում ենք նմանատիպ խնդիր։ Միանշանակ մենք ունենք հնարավորություն որոշակիորեն այս կանխատեսումների հիման վրա իրականացնել գործողություններ եւ նաեւ պետք է խնդրեմ երևի թե հաջորդ շաբաթ պարոն Տիգրան Արզումանյանը ներկա լինի եւ ներկայացնի իր կատարած աշխատանքը եւ մասնավորապես այն վերլուծությունները, որոնք որ կան, որ մենք որոշակիորեն այս իրազեկվածությունը ինչով է կարեւոր, որովհետեւ ես տենց մարդկանց հետ խոսակցության մեջ հասկանում եմ, որ կան ինտուիտիվ բաներ, որ մեզ իրապես թվում է, որ
Օրինակի համար, եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի, այս խնդիրը կվերանա։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Դրա ապացույցն է օրինակ Սարայևո քաղաքը Բոսնիա-Հերցեգովինայում, որ ավելի շատ անտառ է, հետո նոր քաղաք, այսինքն անտառի մեջ քաղաք, որտեղ ցուցանիշները խայտառակ բարձր են եւ իրականում այդտեղ կոպիտ ասած ներքին կանաչապատման աշխատանքները այդքան մեծ արդյունք չեն տալիս։ Օրինակ վերջերս նայում էի Սարայևոյում 458 էր AQI ցուցանիշը։ Շատ կարևոր է, բայց այնուամենայնիվ կանխատեսումները, որոնք որ արվում են արհեստական բանականությամբ, եթե ճիշտ եմ հասկանում, պարոն Մանուկյան, եւ այդ կանխատեսումների հիման վրա Երևանի քաղաքապետարանի գործողությունների պլանավորումը։ Ես կարծում եմ պարոն Արզումանյանի զեկույցը մի քիչ ավելի ընդլայնված հաջորդ շաբաթ երբ ներկայացվի, ըստ այդմ նաև հետագա քայլերի մասին ավելի լայն իրազեկենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։